Հավկիթի չափ կարկուտ, վնասված ավտոմեքենաներ ու ենթակառուցվածքներ, մշակաբույսերին հասցված վնասը անհաշվելի։ Գյումրին վերջին շաբաթներում երկրորդ անգամ հայտնվեց աղետաբեր կարկտի տակ։ Գյումրում մուշ անի թաղամասերում ավտոմեքենաները կարծես կրակահերթից հետո կոտրված, ձևախեղված են։ Լուսավորության ցանցի հենասյուները ծռված, բակերն ու փողոցները հեղեղված։ Որոշ հատվածներում վնասվել են նաև բնակելի տների պատուհաններ։ Բնակիչների խոսքով նման չափի եւ ուժգնության կարկուտ նախկինում երբեք չեն տեսել։ Գյումրեցիները չափել են կարկուտի տրամագիծը, ոչ ավել, ոչ պակաս 4 սանտիմետր է։ Ամբողջական պոյե հարվածի ուժն է, էլի, կերևա ինքը։ Ես չեմ տեսել այսպես բան։ Բավական երկար ժամանակ տևեց, մոտ 20-25 րոպե մոտավոր տևել է հոդատանձրևը եւ փոշոր կարկուտը իրար հետ։ Ով ոնց այդ պահին հասցրեց մեքենաները պահել կամ ինչ-որ ունեին դրսում, որ կարող են ծածկի տակ տանել տարան, բայց դա շատ փոքր մասը մարդկանց հասցրեցին անել։ Ու ամբողջովին ավիրեց դա ծաղիկ, մեքենաներ, պատուհաններ, շենքերի կամ սեփական տների տանիքներ, արևային համակարգեր, որ տանիքում տրված է։ Ընդամենը օրեր առաջ էր Գյումրին նույն իրավիճակում հայտնվել։ Նախորդ կարկուտի հետևանքները դեռ չէին հասցրել հաղթահարել, եկավ հաջորդը։ Գյումրեցիները չեն հասկանում, ինչու հակակարկտային կայանները չեն գործում։ Մի քանի օր առաջվա ուժեղ կարկուտից հետո նորից Գյումրիի Շիրակի մարզում որ դաս պետք է լիներ եւ պատան մարմինները պետք է արդեն պատրաստ լինեին, մանավանդ որ հայտարարում են, որ նորից ցիկլոն է մոտենում, նորից կարկուտ է հնարավոր, հարգակարգային կայաններով պետք է որ պատրաստված լինեն, մարդկանց տեղեկացնեն կոնը, որ գիտեք այս օրը սպասում է ցիկլոնը, գիտեցեք մեքենաները պահեք կամ ինչ որ հնարավոր պաշտպանեք, մարդիկ իրենց գույքը կարողանային պաշտպանել։ Գորը Գյումրիից նախնական հաշվարկով մոտ 1 միլիոն դրամի վնաս է կրել։ Արևային համակարգը եւ բաղի լուսավորություն, լույսեր, բույսեր, բայց ինքս ոչ մի ակնկալիք չունեմ փոխհատուցման, որովհետեւ կարծում որ պետք է ժամանակ անցնի, ժամանակ մերձնել ու այդպես անցնի գնա ոնց միշտ է եղել։ Շիրակի մարզպետարանում ձևավորվել է վնասների գնահատման հանձնաժողով, կատարվում է կարկտահարության հետևանքով վնասների գույքագրում եւ գնահատում, իսկ մինչ այդ ով ինչպես կարողանում է վերացնում է բնական տարերքի հետևանքները։ Մանուշակ Մելքոնյան, Էպիկենտրոն։